Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը, հաղորդում է կառավարությունը։ Էրդողանը ըստ թուրքական լրատվամիջոցների հայտարարել է, որ Անկարան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցն առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են, երթմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները։ Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակել։